Ասենք Փառք Հիսուսին եղբայրներ, քույրեր, Տիրոջ մեծ ողորմության համար, որ մենք Տիրոջ տանն ենք, Տիրոջ տապանի մեջ ենք, չէ, Տիրոջ տապանի մեջ ապահովություն կա, փառավորվի Տիրոջ անունը։ Ես ուզում եմ մի տեղ հիշեցնեմ Սուրբ գրքից, մի պահ ուշադիր եղնենք, երբ որ Աստված Նոյին ասա, որ պետք է տապան սարքես, եւ այդ տապանը սարքվել էր, եղբայրներ, քույրեր, այդ տապանը ուներ մի դուռ, այդ տապանը ուներ մի հատ լուսամուտ, բայց մի հետաքրքիր պատվեր տվեց Աստված, ասավ պետք է այդ տապանը ներսից ու դրսից ինչ անես, ձյութով պետք է պատես։ Եթե տապանը ապահովություն է, եղբայրներ, քույրեր, բայց ինչ կարիք կար, որպեսզի այդ տապանը ձյութով պատվեր։ Որովհետև այդ տապանը երկար ժամանակ պիտի մնար ջրի երեսին, չէ, մի տարի, մոտավորապես մի տարի այդ տապանը ջրի երեսին մնացել էր, և չպետք է այդ տապանի մեջ ջուր լցվեր, մի մարդ այսպիսի բան էր ասեմ, մեր կյանքը նման է մի նավի, որը ծովի վրա գնում է և ասում է վտանգավոր չի, երբ որ նավը ծովի վրա է, այլ վտանգավոր է, երբ որ այդ նավի մեջ այդ ջուրը լցվում է։ Եվ գիտեք, եղբայրներ, քույրեր, ընդամենը մի ճանապարհ կար այդ տապանի մեջ ջուր լցվելու, դա պատուհանն էր, որովհետև դուռը Աստված էր փակել, եւ այդ պատուհանը, գիտեք, Նոյը ապահովության մեջ էր իրոք, որովհետև 4 կողմից ձյութով պատված էր։ Եվ անցան ժամանակ, տեսեք ինչ ասեմ, եւ Աստված հիշեց Նոյին։ Այսինքն, այն ճանապարհը, որ Նոյը անցնում էր, ինք իր կառուցածին, նաեւ իր կառուցածի հիման վրա էր։ Այսօր սիրելիներ, մենք Տիրոջ եկեղեցու մեջ ենք, փառավորվի Տիրոջ անունը, եւ մենք ապահովության մեջ ենք։ Սակայն Աստված մեզ բան ունի ասելու, մենք եթե իմանանք, որ այսօր է Տիրոջ գալուստը, մենք ոչ մեկս տուն չենք գնա։ Այսօր է կմնանք այստեղ։ Այսօր էլ չգիտեմ, ամեն մեկս կմաքրվենք, ամեն ձևի խոստովանություններով, բայց Աստված ասում է, որ ձեր տապանը դեռ էս երկրի վրա է, եւ մենք պետք է աշխատենք, որ այդ տապանի մեջ չմտնի այդ ջուրը, այդ ինչ ջրի մասին է խոսքը։ Ես ուզում եմ Սոփոնիա մարգարեության 2-րդ գլխի 15 համարից կարդամ, սիրելիներ, այսպիսի խոսքեր կա գրված. Զբոսասեր քաղաքը Ասիկա է, որ ապահովությամբ կբնակվեր, որի սրտի մեջ կսեր, թե ես եմ և ինձանից զատ ուրիշ մեկը չկա, ինչպես ավերակ և գազաններու որջ եղավ, անիկա ամեն անցնող պիտի սուլե, անկի ամեն անցնող պիտի սուլե և ձեռքը պիտի շարժե։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է հաղթանակած կամ ցնծացող քաղաքը, մեր թարգմանությունում ասում է զբոսասեր քաղաքը ապահովության մեջ էր։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, սա Նինվե քաղաքի մասին ասեմ, որին մի անգամ Աստված, որ որոշել էր կործաներ իրան, հիշում եք ինչ տեղի ունեցավ, Հովնանը գնաց, վերջը այդ մարդիկ զղջացին, ապաշխարեցին եւ թվում էր, որ այս քաղաքի հարցը արդեն վերջնական լուծված է, բայց այսօր նայում ենք, ուր է երկրի վրա այդ Նինվե քաղաքը։ Չկա այդ Նինվե քաղաքը, որովհետև այդ քաղաքը Տիրոջ ողորմությունը չօգտագործեց, այդ քաղաքը Տիրոջ շնորհքը չօգտագործեց, ձրի տված իր փրկությունը չօգտագործեց, այն ելում միջոցով այն մարդու կյանքը վտանգի մեջ դնելով եկել էր այդ քաղաքի համար ապահովություն էր բարեխոսելու, մարգարեանալու։ Եվ տեսնում ենք, որ այդ քաղաքը հիմնահատակ կորսվեց։ Գիտեք, ուզում եմ ուշադրություն դարձնենք զբոսասեր բառի վրա, զբոսասեր քաղաքը։ Ինչ է նշանակում զբոսասեր։ Մենք բոլորս էլ գնացած կեղնենք տարբեր տեղեր, չէ, գնում ենք այնտեղ այդ զբոսաշրջությունը այդպես կոչվեմ, ման ենք գալիս, ինչ ենք անում, նրանց միգուցե եկեղեցիներն ենք շրջեմ, նրանց կերակուրներն ենք ուտեմ, նրանց կուլտուրայով ենք հետաքրքրվեմ, նրանց տներով, գեղեցկությունով եւ շատ ժամանակ հետներս ինչել ենք բերեմ մի հատ հուշանվեր ենք բերեմ, որ մենք ստեղ եղել ենք, հիշում ենք դա։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, այսօր մեր սիրտն էլ ցավոք սրտի եմ ասեմ, դառել է զբոսասեր քաղաք։ Եվ մենք ցավոք սրտի այդ ապահովության մեջ եղնելով, որ մենք պետք է Տիրոջ տուն կոչվենք, մենք Տիրոջ տաճար կոչվենք, մենք ինչ ենք անեմ, մեզ համար ինչ որ դռներ ենք բացեմ, որպեսզի այդ զբոսասեր մարդիկ մտնեն մեր սրտի մեջ։ Այդ զբոսասեր
մեղքերը մտնեն մեր սրտի մեջ եւ ինչ աղնելու դրա հետևանքը, գիտեք ժողովուրդ ջան, մի քիչ որ այսպես ես եմ եղել է ժամանակ գնացել ենք եւ տեսնում ենք, որ այս քաղաքները արդեն անցնում են այս զբոսաշրջության համար, զբոսաշրջիկության համար ավելի հետաքրքիր բաների, արդեն տուրիստների ուզած բաներն են դնում։ Մտնում են ռեստորաններ, հայ են, չէ, ասենք Վրաստան գնացել են ասենք հանգստանալու, մեկ է տեսնում ես Վրաստանը ռեստորանները հայերեն երգեր են երգում։ Ինչի համար, որ քեզ դա դուր գա արդեն։ Երբ որ մենք թույլ ենք տալի եղբայրներ, քույրեր, որ այս աշխարհի հետաքրքրությունը մտնի մեր մեջ, մենք ուզած չուզած մենք պետք է իրանց համար հաճելի բաներ անենք։ Ես ուզում եմ մի տեղ հիշեցնեմ Սուրբ գրքից, որը գրված է Ծննդոց գրքի մեջ 34 համարեմ, երբ որ Հակոբը 12 տղա ուներ եւ մի աղջիկ, պատկերացնում եք 12 տղա ու մի աղջիկ, ինչ դաստիարակություն ստացած կեղն այդ աղջիկ այդ երեխուն, ինչքան սիրած կլեն, ինչքան ուշադրություն դարձրած կեղնեն, չէ, ամեն կողմից այս աղջիկը ապահով ա եղել, բայց եկավ մի տեղ, գնացին խևացիների երկիրը եւ տեսեք ինչ ա գրված, եւ Լիայի Հակոբին ծնած աղջիկը Դինան այն երկրի աղջիկները տեսնելու ելավ։ Այս աղջիկը դուրս ա գալիս այդ օտար երկրի աղջիկներին տեսնելու։ Եթե մեկ ասի դու էդ ուր ես գնեմ, դու սխալ տեղ ես գնեմ, չի կարելի տեղ գնալ։ Եթե մեկ ասի դու գնում ես մեղ գործելու, եղբայրներ, քույրեր, մենք բոլորս եք ասենք այս աղջիկը չէր գնում մեղ գործելու։ Մի քիչ անցած տեսնում ենք ինչ տեղի ունեցավ։ Այդ երկրի իշխանի որդին տեսավ Դինային, սիրահարվեց, գրված է, պարկեց նրա հետ եւ պղծություն գործեց։ Այ քեզ բան։ Ինչ տեղի ունեցավ եղբայրներ, քույրեր։ Այս աղջիկը ինչ նպատակով էր գնացել։ Գնացել էր ինչը տեսնելու։ Գնացել էր տեսնելու այդ աղջիկներին։ Եվ ինքը ինչ տեսավ, նրանց հագնվածքը, նրանց հագուստը, նրանց միգուցե զարդարանքը եւ այդ երկրի իշխանի որդին սիրահարվեց սրա վրա։ Եվ տեսեք սիրելիներ, ինչ ա տեղի ունենեմ, երբ որ մարդը հետաքրքրվում ա թույլ ա տալի, որ իրա մեջ մեկը մտնի, իրա սրտի մեջ մուտ գործի օտարը, տեսեք ինչ ա գրված, այդ երկրի իշխանի հայրը գալիս ա իրա ժողովրդին, ասում ա, գիտեք, ես խոսացել եմ Հակոբի հետ, գիտեք ինչ պետք ա մենք անենք, ես ուզում եմ այդ տեղը կարդամ։ Միթե ասմա անոնց հոտերը եւ անոնց ստացվածքը մերը չի լինելու։ Մեզ մենակ մի բան ամնեմ, որ մենք անոնց հաճենք, գրված է 34:23-ը, որ մեզ հետ բնակվին, մենք հաճենք իրանց։ Մենք իրանց հաճենք, բայց իրանց նպատակը ոչ թե մեր հետ հաճելի եղնելն է, իրանց նպատակը որ մեր ունեցվածքին, մեր ստացվածքին ինչ անեն։ Տիրեն, եղբայրներ, քույրեր։ Այսօր մենք եղբայրը հիշեցրեց, այսօր օտար շատ ուսմունքներ կա, երբ որ Պողոս առաքյալը գնաց աթենացիների քաղաքի մեջ քարոզելու, գիտեք ասում եմ տեսա մի տեղ, մտա տեսա ինչ էր գրած, շատ սեղաններ կար, միգուցե մեկը Զևսի աստծուն, մեկը չգիտեմ 1000 հատ ընդի աստված ունեին հունացիները, նրանք սիրում էին տարբեր աստվածություն, բայց մի անծանոթ սեղան տեսան, այդ սեղանի վրա գրված էր անծանոթ աստծուն։ Եվ այս մարդկանց հետաքրքիր է պաշտենք մի Աստծու, որի մասին մենք չգիտենք էլ այդ Աստվածն ով է։ Նավսյակի բերեք պաշտենք սրանել, բերեք թույլ տակ սա էլ գա ինչ պետք է անի մեզ որ։ Ինչ պետք է անի սա մեզ։ Երբ որ Աքազ թագավորը գնացել էր Դամասկոս դիմավորելու Ասորստանի թագավորին, այնտեղ մի սեղան ա տեսնեմ, այդ սեղանի վրա զոհ են մատուցեմ եւ իրան դուր ա գալի այդ սեղանը։ Սիրուն գեղեցիկ սեղան ա եղնեմ Գրեմ ա թղթի վրա նշեմ ա թե նկարեմ ա ինչ անեմ ուղարկեմ ա ուր ա քահանայապետին ասում ա մինչև գամ այդ սեղանը պատրաստ եղնի։ Երբ որ գալիս ա տեսնում ա սեղանը պատրաստ, տիրոջ տան սեղանը դեպի հյուսիսային կողմն ա տանեմ եւ այդ սեղանը դնում ա այն տեղը որտեղ որ պետք է եղներ տիրոջ սեղանը։ Եվ գիտեք սիրելիներ, մարդու աստվածպաշտությունը փոխվում ա։ Մարդու աստվածպաշտությունը փոխվում ա եւ նրա մեջ օտար բան ա մտել։ Եվ ինքը էլի ա պաշտում այդ նույն Աստծուն, հոանունը չէր փոխել, էլի Եհովա Աստծուն էին պաշտում, եղբայրներ, քույրեր, բայց աստվածպաշտության ձևը փոխվում էր, զորությունը թուլանում էր, զորությունը ընկնում էր, ինչի համար, որովհետև նրա սրտի մեջ արդեն ուրիշն ա մուտք գործել, եղբայրներ, քույրեր, ուրիշ ջուր ա մտել նրա ներսը։
Երբ որ կարդում ենք Ովսե մարգարեության 12-րդ գլխի 2-րդ համարը, սիրելիներ, սա կարծես թե շարունակությունը եղնի Մատթեոս ավետարանի 25-րդ գլխի կույսերի 10 կույսերի առակի, տեսեք ասում այն 5-ը յուղ չունեին։ Տեսեք ինչ խոսքեր կա գրված. դաշնակցություն կնե Ասորեստանի հետ եւ յուղը Եգիպտոս կտանի։ Ուր էր սրա յուղը։ Այս մարդը յուղ էր հավաքել, այս երկիրը յուղ էր հավաքել, ինքը բերք էր ստացել, բայց ինչ տեղի ունեցավ։ Ինքը սկսեց աշխարհի հետ դաշնակցություն անելը, Ասորեստանի հետ առևտուր անելը, եւ տեսնում ենք այս մարդու Ասորեստանը հոմիամիտ չի, աշխարհը հոմիամիտ չի, նա քեզ հենց այնպես խնամություն չի անի, նա հենց այնպես քեզ չի բերի որևէ լավ բան տալու, նա քեզանից ինչ որ բան տիտանի ու գալիս է մի օր տեսնում է, կանչում ես տիրոջը։ Հիշում եք Սամսոնի վիճակը ինչ էր։ Սամսոնը նախատեսված էր վրեժ լուծելու փղշտացիներից, ոչ թե մենակ դարպասները սարը հասցնելու համար։ Եվ տեսնում ենք, որ այդ ուժը մի օր ինչ տեղի ունեցավ, երբ որ Սամսոնը իր վրա վստահ եղնելով եւ ասում է, երբ որ վեր կացավ, որ պետքա այդ բաները ջարդեր, փշրեր, չգիտեմ, այդ թշնամիներին ոչնչացներ, մեկ էլ ասում է, տեսավ, որ Տերը իրան թողել է, Տերը գնացել է, ինքը լույս չունի։ Այսօր մենք մտածում ենք, որ այնքան հեշտ է Տիրոջ տան մեջ լինելով, կգա այդ օրը Տերը վերջի օրը կփչի եւ մենք ոտի կկանգնենք, հայացներս դեպի երկինք կնայենք, մեկ է կտենանք, որ այդ ուժը չունենք բարձրանալու։ Ինչի համար եղբայրներ, քույրեր, տեսնում ենք, որ մեր մեջը ճիշտ է, ինչ որ մի բան կա, բայց դա յուղը չի, դա յուղը չի։ Փոխվել է այդ յուղը, ինչ որ բան է խառնվել նրա հետ, ինչ որ մեկը հանել տարել է ու տեղ ուրիշ բան է լցրել։ Երեմիա մարգարեության 2-րդ գլխի 17 համարում գրված է. Ինչ գործ ունես եգիպտացիների ճամփան, որ Սիովրի ջուրը խմելու կերթաս։ Դու ինչ գործ ունես այդ ճամփան, ինչի է Սիովրի ջուրը խմեմ։ Ասորեստանի ճամփան, որ գետերի ջուրը խմելու կերթաս, կամ էլ Ասորեստան ինչի ես գնեմ, ընդեղ է ջուր կար, երբ որ Նեհեմիա Ասորին եկավ բժշկվելու, հիշում եք այդ պատմությունը, չեմ ուզում ժամանակի պահով երկարացնեմ, երբ որ եկավ եւ ինքը տեսավ Հորդանանի ջուրը, ասավ մեր մոտ ավելի լավ ջրեր կան, ավելի մաքուր ջրեր կան, ավելի ինտիր ջրեր կան, այս ինչ ջուր է, բայց փաստորեն եղբայրներ, քույրեր, բժշկությունը հենց այդ ջրի մեջ էր, որը որ Տերն է ասեմ։ Երեմիա մարգարեն հիշեցնում է, իմ ժողովուրդը երկու չարություն գործեց, ինձ կենդանի ջրի աղբյուրը թողեցին եւ իրենց համար ծակոտ հորեր փորեցին։ Այսօր ինչ ենք մենք լսրել, ինչ ենք մենք սպասում Տիրոջից, եղբայրներ, քույրեր, մեր ներսը ինչ կա, ու գիտեք, ցավոք սրտի մեր ներսը համապատասխանում է։ Երբ որ մեր եղբայրներից մեկը պատմում էր, ասում է, երբ որ գայշնիկը այդ բարեկները կանգնացրել էին եւ ասում է, վրա պետք է ակտ գրեին, ասում է, այդ համակտ ագրեմ, համինձ ասավ մի հատ անեկդոտ պատմեմ, իբր թե տրամադրությունը լավնացնի էլի, որ շատ չնեղվի, որ ակտ ագրե, եւ ասում է, մի հատ տենց հայհոյանքով բանով ինչ որ անեկդոտ պատմեց ու ասում է, նա այդ զարմացած տեսավ, որ ես ոչ ծիծաղում եմ, ոչ մի հատ տոն տվեցի իրան, եւ ասում է, այդ մարդը նայեց, ասավ, դու հավատացյալ ես, ասեցի, հա, դե ասավ, քեզ բարի ճանապարհ։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, այս մեր եղբայրը նարուշենի էր արել, սխալ էր արել, բայց պարտվող կողմը այդ ոստիկանն էր, ինչի համար։ Ինքը իրավունք ուներ սխալը իրա գրելու, ակտը գրելու, բայց ինքը իրան պարտվածը զգաց, ինչ էր պատճառը։ Մեր եղբոր ներսում, եղբայրներ, քույրեր, այդ անեկդոտը, ասենք, արձագանքելու ոչ մի գրամ անգամ տեղ չկար։ Եվ այն դիմացինը եղբայրն ու ասում էր սատանան կպարտվի, եթե մենք ինչ անենք, լցվենք Տիրոջ հոգով։ Այսօր մենք քանի անգամ ենք եղել, մեկին կուլ ենք գնացել, մեկը մի բան պատմեմ, ես հաճելի չի եղել, ստից գլխով ենք արել, թեթև ժպտացել ենք, ինչի համար չենք ուզում ոչ նրան կորցնենք, չէ, ոչ էլ այդ բանը դուրներս ա գալի, բայց Տերն ասում է, քո մեջի ջրերը մի պղտորի, նա չպետք է լցվի քո ներսը, ինչի համար ենք մենք ծիծաղում, որտեղ մեր ներսում դրա համար տեղ կա պատրաստած, եղբայրներ, քույրեր։ Այսօր, երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, այսպիսի մի հատ տեղ է հիշեցնեմ, որ երբ որ աջ այտիդ ապտակ են տալիս, չէ, ինչ պետք է անենք, ձախնել պետք է թույլ տանք, որ խփեն։ Այս
Ես հիշում եմ 90-ականներին ինչքան շատ էինք սրա մասին խոսում, ու այդ խոսքերը իրականություն էին դառնում, բայց այսօր իրոք լայքեք մի հատ տենանք, որևէ մեկը ռիսկ կանի մեջ այտին խփելու։ Ռիսկ կանի, որիդ են խփե։ Որիդ այտին են խփե եղբայրներ, քուրեր, ինչի համար։ Կարծում եք թե Աստծուց եմ վախեցե։ Չէ, մի հատ դատավոր կար ասավ Աստծուց չեմ վախենեմ, մարդկանցից էլ ինչ չեմ անեմ։ Չեմ ամա, չեմ։ Այսօր դրանից Աստծուց չեմ վախենում, եղբայրներ, քուրեր, ումից եմ վախենեմ։ Վախենում եմ, որ մենք հանկարծ մեզ խփեն, մենք իրանց հնենց պատասխան տանք, որ այդ մարդիկ փոշմանեն, որ մեզ խփել են։ Այդ է պատճառը, որ այսօր չկա այդ հալածանքը, միգուցե այդ նախատինքը, միգուցե այդ է պատճառը, որ մեր մեջ չեն տենեմ կենթանի Քրիստոսին, մեր մեջ տեսնում են խառնված ջրեր, ասում է սա էլ է մեր նման էլի, մի քիչ հետը շփվենք, մի քիչ հետը զբոսնենք, չէ՞ Սուրբ Գիրքն ասում է քո բարի վարքը ինչ կանի, կապականվի։ Սամարացի կինը շատ ջրերից էր խմել։ Ես ուզում եմ ավարտեմ, չեմ ուզում երկարացնեմ խոսքը սիրելիներ, բայց երբ որ Հիսուսին հանդիպեց, Տեր Հիսուս ասավ, ես քեզ հնես ջուր եմ տալու, որ քո ծարավը միանգամից ինչ պետք է անի, կտրվելու է։ Եղբայրներ, քուրեր, այսօր եկեք տենանք, քանի ջրից ենք մենք ջուր խմեմ։ Քանի ջրից ենք օգտվում մեր ծարավը կոտրելու համար։ Գիտեք, ես ուզում եմ հիշեցնեմ մեր ամեն մեկի առօրյա կյանքը։ Մենք ստի բոլորս լավն ենք, նստած ենք, թեև ստեղ եկա, որ հիմա այս պահին հեռախոսների մեջ են, գիտեք սիրելիներ, ես որևէ մեկին մատնացույց չեմ անեմ, բայց այսօր այս օտար ջուրը մեզ հեռացրել է Քրիստոսից։ Եկեք նայենք սատանան ինչ հնարք է բերել։ Ինքը մեր մեջ մի հատ տեղ արավ, ինքը մեր մեջ մի հատ բան թույլ տվեց, իբր թե լավ բան է։ Ես չեմ խոսում, որ մենք իրավունք չունենք հեռախոս ունենալու կամ գործա կամ չգիտեմ բանկային հաշիվներ, միգուցե մի հատ պետք է մեկին զանգելա, հարցը դրա մասին չի, եղբայրներ, դուք ճիշտ հասկացեք, ես գերությունն եմ ասում, լավ տեսեք ինչ տեղի ունեցավ։ Այսօր մենք էլ երկար բաներ չենք կարող նայենք։ Գիտեք խի, որովհետև բոլորը TikTok-ա դարել, կարճացրել է։ Եվ մատով միանգամից թերթում ենք, եթե մեկը մի քիչ երկալը մեր ներվեր էլ հերիք չի անում, ինչն է պատճառը, եղբայրներ, քուրեր։ Սատանան հասել է իր ուզածին, ինքը արդեն հնենց արե, որ մեր սրտի մեջ լայքեք տենանք։ Քանի րոպե է տևում մեր աղոթքը։ Մեր աղոթներն էլ է TikTok դարը, ես ներողություն եմ խնդրում այս բառի համար։ Մեր Սուրբ Գիրք կարդալն էլ է TikTok դարը։ Մենք սիրում ենք կարճ։ Այսօր եթե պետք է ես երկու գլուխ կարդամ, շուշուտ կարդամ, լավ ուշադիր եղեք։ Կարդալուց հետո մեր հաջորդ քայլը ո՞րն է։ Միանգամից հեռախոսը վեր ենք ունում։ Աղոթելուց հետո մեր հաջորդ քայլը ո՞րն է։ Միանգամից ինչի համար եղբայրներ, այս լա մենք մեր զավակների մասին էլ չեմ խոսում։ Ինչի համար, որովհետև սիրելիներ գերության մեջ ենք։ Մեր եղբայրը, երբ որ զանգում են, գիտեք ինչ ասում, ասում է ես նստած եմ, ես բանտի մեջ եմ, բայց ազատության մեջ եմ, պատկերացնում եք, այսօր սատանան մեզ խաբում, ասում է դու ազատ մարդ ես, գնա մի հատ շուշուտ աղոթքը տարա, ժամը քեզ կարա հիշացնի, ասի գիտես Արտուր, քու աղոթելու ժամն է, լա գնա մի հատ Աստծուն աղոթի, գնամ աղոթեմ արխենանամ, ասեմ ես ինչ լավ է, գնամ գիրքս կարդամ, բայց իմ մեջը դատարկություն է, երկնքից բան չկա, ես պատոհանը չեմ բացում, որ երկնքից գա, ինձ համար ինչ եմ արել, ուրիշ տեղից, իմ հետաքրքրությունը ուրիշ տեղ է, իմ ուշք ու միտքը ուրիշ տեղ է, եւ այդ ջուրը մտել է մեր մեջ, այսօր խնդրում ենք Տեր օգնի, պատասխան չկա։ Խնդրում ենք, փնտրում ենք, ման ենք գալիս սիրելիներ։ Չենք մտածում, որ մենք գերության մեջ ենք։ Ազատ գերություն է, դա ազատ գերություն է, վիսիլկա է։ Այսինքն մենք գերության մեջ ենք, բայց մենք չգիտենք։ Թող Տերը փառավորվի չերկարացնեմ, մենք պետք է կանգնենք աղոթքի եղբայրներ քուրեր։ Եվ ես գիտեմ, որ մենք բոլորս էլ այդ խնդիրը ունենք։ Մենք բոլորս էլ կապ ունենք եւ կախում ունենք հեռախոսի հետ ավելին, քան որ պահանջվում է։ Մենք կարելի է ասել ազատ գերության մեջ ենք, ու որից կյանքն որ չկա։ Սելներ եկեք կանգնենք Տիրոջ առաջ ու բերենք այս խնդիրը։ Ասենք Տեր, մենք ուզում ենք գերությունից դուրս գանք։ Ու գիտեք սելիներ, այդ պայքարը Աստված տվել ասма ձյութի, տապանի ներսը պետք է ձյութես, տապանի դուրսը պետք է ձյութես, դա քո ձեռին է, պետքա ձյութես, որպեսզի այդ ջուրը չգա։ Մենք պետքա հաղթող եղնենք եղբայրներ քույրեր, մենք պետքա քայլ անենք հաղթելու, թող փառավորվի Տիրոջ անունը։ Հալելույա քեզ Տեր։ Սկերեբերելորդ, հալելույա քեզ։ Հալելույա քեզ Հիսուս ջան։